Եվ այսպես մարտավարական հակասություններ Էրդողանի եւ Ալիևի միջև Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի ապագայի վերաբերյալ հարգելի հեռուստադիտողներ, արդյոք Անկարան եւ Բաքուն ունեն հակասություններ այս կամ այն հարցի վերաբերյալ։ Այո, Անկարան եւ Բաքուն ունեն եւ այդ հարցը ուղիղ առնչվում է մեզ, Հայաստանի Հանրապետությանը եւ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ապագային եկեք հիմա ավելի մանրամասն այս ամենը քննարկենք եւ հասկանանք ինչ է տեղի ունենում։ Նախորդին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ մասնավորապես նշում է հետեւյալը, որ հայկական կողմը հույս ունի, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կստորագրվի նույնիսկ ոչ թե 26 թվականին կամ 25 թվականի վերջին, այլ 25 թվականի սեպտեմբերին հայկական կողմը պատրաստ է ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, հայտարարություն, որը հակասում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, իսկ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հստակ ներկայացրել է վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով նշել է հետևյալը, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերից հետո Հայաստանը ունի տնային աշխատանք կատարելու եւ երբ որ հայկական կողմը փոխի սահմանադրությունը, դրանից հետո միայն հնարավոր կլինի ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Բայց ինչ է անում Ռուբեն Ռուբինյանը, ինչու է նա այս տեսակ հայտարարություն անում։ Նա երկրորդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը, որը վերջերս հայտարարել է, որ թուրքական կողմը հույս ունի, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կստորագրվի 2026 թվականի առաջին կիսամյակում ու ահա դրանից հետո Թուրքիան պատրաստ կլինի լիակատար կերպով ճակերտավոր կարգավորում ապահովել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։ Լավ, իսկ Հական Ֆիդանը ծանոթ չէ պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, իսկ մենք վերջին տարիներին համոզվել ենք, որ պաշտոնական Բաքուն իդեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ետ չի կանգնում իր պահանջներից։ Լավ, Հական Ֆիդանը այս ամենին տեղյակ չէ, նա չգիտի ինչպիսի դիրքորոշում ունի Բաքուն, ինչու է նա այս տեսակ գնահատականներով հանդես գալիս։ Հարգելի հեռուստադիտողներ, Բաքվում իրականում, ինչպես նաև Անկարայում շատ ուշադիր հետևում են այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Անկարայում ակնհայտորեն իրենց համար արձանագրել են, որ նույնիսկ այն բանից հետո, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, Նիկոլ Փաշինյանի շանսերը վերարտադրել իր իշխանությունը այնքան էլ չեն բարձրացել այն առումով, որ հանրային աջակցություն այդ ստորագրած փաստաթուղթը չունեցավ այն տեսակ հանրային աջակցությունը, որը կցանկանային տեսնել Թուրքիայում եւ Ադրբեջանում, ավելին եկեք անկեղծ լինենք, վերջերս Հայաստան-Իռլանդիա խաղի շրջանակներում մեր ազգային հավաքականի տարած հաղթանակը ավելի մեծ աժիոտաժ առաջացրեց, քան Նիկոլ Փաշինյանի կողմից օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթուղթը, բայց Թուրքիայի ընկալմամբ անհրաժեշտ է շարունակել այն քաղաքականությունը, որը այս պայդրությամբ իրականացնում է Հայաստանը, իսկ դա հնարավոր է անել միայն Նիկոլ Փաշինյանի ձեռքով, հետևաբար Թուրքիայում կարծում են, որ անհրաժեշտություն կա, որ Ադրբեջանը, իդեմս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի փոքր ավելի ճկուն դիրքորոշում ցուցաբերի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, միջև այսպես կոչված միջև ընտրությունները այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրի, բայց եկեք մենք նաև հասկանանք հետևյալը եւ տեխնիկապես եւ քաղաքական առումով սա բարդ իրականանալի գործընթաց է, որովհետեւ կրկին ասենք Ադրբեջանը ետ չի կանգնում իր նախապայմանից, այսինքն իրենք ասում են փոխեք սահմանադրությունը, նոր մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ տեխնիկապես բարդ է լինելու հաջորդ տարվա առաջին կիսամյակում եւ սահմանադրական հանրաքվե անցկացնել եւ խորհրդանական ընտրություններ։ Ավելին, եթե մենք անդրադառնանք հարցի քաղաքական կոմպոնենտին, ապա կա հավանականություն, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ իշխանությունները չկարողանան ապահովել 650,000 կողմ քվե հոգուց սահմանադրական փոփոխությունները, իսկ առանց դրա սահմանադրությունը չի փոխվի, դա էլ կարող է հանգեցնել նրան, որ ոգևորության ալիքի վրա Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ տեմպերով, այսպես ձևակերպենք, մերժեն ընտրությունների ժամանակ, քան մերժեցին Հանրապետական կուսակցությունը 18 թվականի ընտրությունների ժամանակ։ Թուրքիայում այս ամենը հասկանում են, բայց նույնիսկ այդ ամենից ելնելով իրենք նշում են հետևյալը, որ Իլհամ Ալիևը, կրկին ասենք, պետք է ավելի ճկուն լինի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պետք է գնա փոփոխությունների
Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում եւ միջև խորհրդարանական ընտրությունները ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Թուրքական ընկալմամբ միայն Նիկոլ Փաշինյանը կարող է Հայաստանը վերջնակետին հասցնի այս աշխարհաքաղաքական ավանտյուրայի, աշխարհաքաղաքական արկածախնդրության, այսինքն Հայաստանը ինտեգրի թուրքական աշխարհի մեջ կամ Հայաստանը դառնա թուրքական աշխարհի մաս առանց պետականության։ Թուրքերին անհրաժեշտ է, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռամբ ոչնչացնի հետևել անվտանգային երաշխիքները, Հայաստանը դուրս բերի հապկից, դուրս բերի 102-րդ ռազմաբազան, դուրս բերի սահմանապահներին 97 թվականին ստորագրված համագործակցության, բարեկամության, փոխօգնության մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ միակողմանի չեղարկի, դա էլ իր հերթին հնարավորություն կտա հետագայում, ինչպես Իլհամ Ալիևն էր ասում, տաքսիով ճակերտավոր վերադառնալ Հայաստան։ Թուրքերը նույնն են ուզում, ուղղակի իրենք կարծում են, որ դրան հասնելու համար անհրաժեշտ է եւս մեկ 5-ամյակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Այդ իսկ պատճառով էլ իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի բոնուս ստանա միջև ընտրությունները Ադրբեջանի հետ, այսպես կոչված ստորագրած խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանում այս հարցի վերաբերյալ կա հետևյալ մոտեցումը։ Ամենայն հավանականությամբ Իլհամ Ալիևը հավատացել է թղթի հզորությանը, հիշում եք ինչ էր ասում օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթերից հետո, որ Հայաստանի ցանկացած նոր իշխանություն ինքը կվախենա փչացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, հետևաբար անկախ թե ինչ արդյունք կունենան խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, միևնույն է Հայաստանի ցանկացած նոր իշխանություն կյանքի է կոչելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանի իշխանավորման օրոք, հակառակ պարագայում հարաբերությունները կփչացվեն Վաշինգտոնի հետ, ավելին իսկ Թուրքիա, իսկ Ադրբեջանի որոշ պաշտոնյաներ շատ ավելի անկեղծ են նաև ասում հետևյալը, որ եթե հայկական կողմը խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվի կյանքի կոչել պայմանավորվածությունները, իրենք իրենց ընկալմամբ լեգիտիմ հնարավորություն կունենան ռազմական գործողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ։ Այստեղ խնդիրը կայանում է հենց սրանում, այսինքն մարտավարական որոշակի հակասություն կա։ Երկուսն էլ ուզում են տաքսիներով գան մտնեն Երևան, բայց Ադրբեջանը պատրաստ է տանկերով դա անել, իրականում Թուրքիան էլ է պատրաստ տանկերով դա անել, ուղղակի իրենք ուզում են, որ մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը հիմնահատակ ոչնչացնի իր անվտանգային երաշխիքները, հետևաբար այս տեսակ յուրահատուկ անտրամաբանական հայտարարություններ եք մենք լսում Անկարայից եւ Բաքվից, բայց իրականությունը կայանում է նրանում, որ դրանց վերջնանպատակը նույնն է՝ հասնել պետականության լուծարմանը։ Այս հարցի պատասխանը պետք է տա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համաձայն են Իլհամ Ալիևի գնահատականի հետ, որ մենք հիվանդ հասարակություն ենք։ Իսկ եթե մենք հիվանդ հասարակություն չենք, ապա այդ հասարակությունը ունի հնարավորություն եւ իրավունք քաղաքական այնպիսի փոփոխությունների հասնի, որոնց արդյունքում Հայաստանում այն տեսակ իշխանություն կձևավորվի, որը չի հրաժարվի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցություններից, բայց միևնույն ժամանակ չի տանի երկիրը կործանման կամ թուրքական աշխարհում ձուլման։ Մտածեք այդ մասին։